Խաղություն բոլորին սիրելիներ, Տեր օրհնի մեզի, եկեք սրտանց ասենք փառք Տիրոջը, օրհնյալինի նա, որ մեզի սիրում է ու սիրելով մեր տեղը մեռավ, օրհնյալինի ինքը, օրհնյալինի, որ իր ասերը չի դադարել, որ այդ սիրով մենք կանք, որ մենք այդ սիրով շնչում ենք, ապրում ենք, իր սիրո հաշվին սիրելիներ։ Մարդկային սերը ինչքան աղքատիկ է, բայց Աստծո սերը ինչքան հարուստ է։ Մարդու սերը ինչքան ժամանակավոր է։ Մարդու սերը ինչքան շահադիտական է, Աստծո սերը անաչառ է։ Օրհնյալին է այդ սերը սիրելիներ, եկեք կրկին անգամ ասենք, օրհնյալինի քո սերը։ Սիրելիներ, օրհնյալ է այդ սերը, մենք այդ սիրո հաշվին ենք ապրում։ Եվ եթե հավատանք այդ սիրուն, այդ սերը կորոշի մեր ճակատագիրը, եթե հավատանք այդ սիրուն, սերը որոշում է ճակատագիր, սերը ճանապարհ է գծում, սերը կառուցում է մի բան, բայց նա որ վերից է գալիս, նա որ աստվածայինն է, սիրելիներ, այդ սերն էլ է ճանապարհ բացում, այդ սերն էլ է ճանապարհ հարթում, այդ սերն էլ է կերտում ապագան։ Պողոս առաքյալի ամբողջ կյանքի նվիրվածության, Աստծուն նվիրվածության ուժը, մղումը, անդադար պաշտելը, իրան ուրանալ մինչև մահվան աստիճանի բխում էր այդ սիրուց սիրելիներ, ինքը տես գրում է, ասում էր, որ ես հիմա ապրում եմ մարմնով, ասում է, որ ես Աստծո որդու հավատքով եմ ապրում, Պողոս առաքյալի նվիրման, ինքնազոհողության, իր անձը չփնտրելու բոլոր ուղղություններով սիրելիներ, այս մարդու կյանքի մատակարարը Աստծո որդու հավատքն էր, որով ինձ շատ սիրեց ասում է, այտենց գրում է ինձ շատ սիրեց, մի հատ հարց եմ ուզում տամ, կա մարդ ու թող ինքը ձեռք բարձրացնի, ստեղ Տիրոջ առաջ ու ասի ես այն մարդն եմ, որ Տերը ինձ քիչ է սիրում, հտո ձեռք բարձրացրի այդ մարդը, որ Տերը իրան քիչ է սիրում, կա տես մարդ, սիրելիներ, աշխարհ մանարի, ծայր աստծար գնա երկրագնդից, մտի հեթանոսների մեջ, մտի վայրի ցեղերի մեջ ու գտի մեկին ու կասես հնկթա հանկարծ մեկին, սիրելիներ չկա տենց մարդ երկրագնդի վրա, որին Աստված անգամ քիչ է սիրում, տենց մարդ չկա երկրագնդի վրա, այդ բոլորը սիրելիներ, այդ բնության վրա էլ է տարածվում այդ սերը, կենդանիների վրա էլ է տարածվում այդ սերը, այս երկրագնդի վրա տարածվում է այդ սերը սիրելիներ, այդ սիրո զորությունը միակողմանի չի, դրա համար սիրելիներ, ես կուզենամ մի փոքր Տիրոջ օգնությամբ, մի քանի համարներ նայենք սիրելիներ, Աստծու խոսքից ու տեսնել, երկինքը, Հայր Աստվածը, այդ ինչ ճանապարհ է բացել մարդու հանդեպ, այդ ինչ է կանգնեցրել մարդու համար, այդ ինչ արել մարդու համար, որ ով որդի, ով անց քո ծնողը քեզ այդքան չի արել, ես ներողություն եմ խնդրում բոլոր ծնողներից արտահայտությունս անելու առաջ, անգամ ծնողը իր երկու ձեռներով գումարած իր բոլոր հնարավորություններով չի կարա տա այն ինչ որ երկինքն է տվել, ով կասի ամեն, այդ ամենը այդ հավատքն է, ամեն, սիրելիներ, բոլոր ծնողներով խոստովանում ենք, որ մեր ձեռները միտեղ կարճանում է, մեր հնարավորությունները միտեղ վերջանում է, մեր գիտությունը միտեղ չի հերիքում, մեր լեզուն չի կարողանում ներթափանց իր ներսը, ու տենում եմ ծնողներն էլ են խոստովանում, տեղ կա, որ այդ ծնողական սերն էլ է կանգնում, տեսակ չշարժվեց էլ առաջ, եկավ կանգնավ այդտեղ, չէ ծնողներ, մենք խոստովանում ենք, որ այդ սերն էլ կատարյալ չի,
մեր մեջ, ծնողներիս մեջ։ Միտեղ կանգ առնում։ Միտեղ ուզում է գնա առաջ, ասում է չէ, նախապայման եմ ուզում, նախապայմաններ։ Բայց Աստծո սերը սիրելիներ, որը պայմանավորված չի մարդու վիճակից, պայմանավորված չի մարդու դիրքից, դա բխել է իր Աստծո հոր սուրբ սրտից, սիրելիներ։ Ինքը հաշվի չնստա մարդու հետ ասելու թե ինձի փնտրող չկա, ինձ սիրող չկա, ոչ մեկին չեմ մանգա, ոչ մեկին չեմ սիրի։ Մարդիկը տենց են, ինձի զանգ չի անում, վերջացավ չեմ զանգում։ Ինձի չեն հարցնում իմ մասին, վերջացավ չեմ հարցնում։ Եմ է հարցրա։ Երկինքը մարդու սիրո նման չի, սիրելիներ։ Առաքյալը գրում է, ոչ թե մենք սիրեցինք, զաստված, հապա անիկա մեզ սիրեց, ու իր որդին ղրկեց, մեր ամենի համար մահանալու, սիրեց ու որդին ղրկեց, աստվածային սերը պայմանական է, առանց պայմանի է։ Դրա համար սիրելիներ, մենք մինչև հիմա կանք, շնչում ենք, ու մեր տեղը նստած լսում ենք այդ սիրող խոսքերը, եկեք կրկին անգամ ասենք, արժանի ես փառքերի, արժանի է Տերը փառքերի սիրելիներ, թող օրհնյալ լինեց Տերը։ Ես ուզում եմ Աստծո օգնությամբ սիրելիներ, մի քանի տեղեր նայեմ Սուրբ գրքից, եւ Տերը սրտիս հարցադրում է դրել ու ասեց կհարցնես ժողովրդին ու թող իրանք տեսնեն։ Բայց մինչև հարցադրումը ուզում եմ մի քանի տեղեր կարդամ։ Սամոս գիրք 20-րդ գլուխ, սիրելիներ, Սամոս գիրք 20-րդ գլուխ, որպես նախաբանի իմաստով 20-րդ գլուխ 5 համարը պիտի կարդամ։ Քու փրկությունովդ պիտի ուրախանանք ու մեր Աստծու անունովը դրոշակ վերցնենք։ Տերը կատարե քո ամեն խնդրվածքները, տես մի համարը։ Ես ուզում եմ սիրելիներ, որ այս արտահայտությունը նորից կարդամ, մեր Աստծու անունովը դրոշակ վերցնենք։ Մեր այսօրվա խորումի թեման, զրույցի թեման դրոշնա, ու Տիրոջից հարց է տրվում, Տերը ոնց սրտից դրել է ռուսերեն, այդպես պետք է ասեմ, բայց հայերեն կթարգմանեմ, что за знамя ты несешь, и что написано на твоем знамени։ Տերը ասեց հարցրա ժողովրդին, ինչ դրոշ է ինքը կրում, ու ինչա գրած իր դրոշի վրա։ Ամեն, էդի Տիրոջ դրոշի սերն է։ Էդի Տիրոջ դրոշն է, երկերքոզ մենք կկարդանք այդ տեղերը, սիրելիներ, Տերն էլ ունի դրոշ։ Մեր Տերը դրոշ ունի։ Ամեն թագավորություն դրոշակ ունի, դրոշ ունի։ Տերը ունի դրոշ։ Հարութ աղբերը հիշատակեց, քուրերել հիշեցին։ Այո, սիրելիներ, Տիրոջ դրոշի վրա ես կարդամ այդ խոսքերը։ Էդի գրած է երկերքոցում։ Երկերքոցում այսպիսի խոսքեր կան, սիրելիներ։ Զիս 2-4-ը խնջույքի տունը բերավ։ Զիս խնջույքի տունը բերավ։ Սա Տիրոջ խնջույքն է, հոգևոր իմաստով։ Տերը մեզի խնջույքի տուն է բերել։ Այդ սեղանների վրա մի տեսակ չեն երևում այդ սեղանները, սեղանների վրա դրվածները, բայց սա Սուրբ Հոգու բացած խնջույքն է, խնջույքներից մեկն է, որի վրա սեղան կա, այդ խնջույքում, սեղանի վրա դրված ըմպելիներ կան եւ ուտեստներ կան, սիրելիներ, մեր հոգու համար։ Զիս խնջույքի տունը բերավ,
ու նրա դրոշը իմ վրաս սեր էր։ Նրա դրոշը իմ վրաս սեր էր։ Ասում այդ խնջույքի տանը մեջ դրոշ կար։ Այդ դրոշի վրա գրվածք կար։ Սիրելիներ, այդ դրոշի վրա գրվածք կար։ Ու այդ գրվածքը սեր էր։ Անունը փառավորվի։ Անունը փառավորվի, սիրելիներ։ Մենք այդ դրոշի հովանու տակ ենք հիմա։ Ու բարձյալը իր ծածկոցի տակ իր սուրբ հոգով ասում է, դու իմ սիրո հաշվին ես, իմ սերն է քեզի պահում, քո արժանիքները չեն, քո արդարությունը չի, քո նվիրվելը չի, քո ոչ մի բարեգործությունները չեն, դու ապրում ես, որովհետև ես սիրում եմ քեզ, ասենք փառք Հիսուսին դրա համար։ Դու չես ապրում կյանքում քո արդարության հաշվին, դու չես կարա ապրես քո արդարության հաշվին։ Ինչու՞, որովհետև մարդկային արդարությունը սիրելիներ, Աստծո առաջ շատ մի գեշ պատկեր է, իսկ անունը չեմ ուզում տամ։ Շատ պիղծ մի բան է, այդպես գրված է։ Բայց մենք ապրում ենք Աստծո սիրո հաշվին, Աստծո սիրո հաշվին։ Մի քանի տեղեր կարդամ սիրելիներ, ինչա գրած այդ դրոշի մասին, ով է այդ դրոշը, որտեղ ենք կարդում ենք այդտեղ։ Եսայի մարգարեություն, սիրելիներ, 11-րդ գլուխ 10 համարը պիտի կարդամ։ Եսայի մարգարեություն 11-րդ գլուխ 10 համարն եմ կարդում։ Այն օրը Հեսիի արմատը պիտի կանգնի ժողովուրդներին դրոշակ ըլլալու համար, ազգերը զանիկա պիտի փնտրեն, ու անոր հանգիստը փառավոր պիտի ըլլա։ Նորից կարդամ սիրելիներ։ Այն օրը Հեսիի արմատը պիտի կանգնի ժողովուրդներին դրոշակ լինելու համար, ազգերը զանիկա պիտի փնտրեն, ու անոր հանգիստը փառավոր պիտի լա։ Եսային ասում է, որ Տիրոջը Հեսեի արմատը, որը ասեց Տերը, ես Հեսեի արմատից ու ցեղից եմ, Հեսեի արմատը, մարգարեն խոսում է Աստծո որդու մասին, Հեսեի արմատ կոչելով իրան, ու ասում է ինքը կկանգնի որպես դրոշակ ազգերի համար, սիրելիներ, ազգերի համար, ու ազգերը զանիկա պիտի փնտրեն։ Փաստորեն, երբ որ Տերը որպես դրոշակ չկանգնի, հարց իրան ով է փնտրելու։ Ոնց են փնտրելու, խի են փնտրելու։ Բայց որ Տերը կանգնում է որպես դրոշակ, ու ասում է նայի իմ դրոշի վրա, բոլոր ազգերի հանդեպ, գրած է մի հատ խոսք, սեր, մարդիկ սկսում են փնտրել էդի։ Եթե մեկը քո դեմ մի հատ դրոշ կանգնացրեց ու ասեց, էլ դուրս մի թակի, հոգնել եմ քեզանից, դու էլ չես ուզենա փնտրես իրան։ Վերջացավ, դուրը փակվում է։ Երբ որ մեկը քո հանդեպ վարվում է քարացի համեմատ վատ իմաստով, դու էլ չես ուզում փնտրես այդ մարդուն։ Դու էլ չես ուզում փնտրես իրան։ Ով որ քեշա վերաբերվում քո հետ, դու իրան կատեգորիկ չես ուզում փնտրես։ Բայց Տերը ասում է, ես Հեսեի արմատը կանգնացրել եմ, որ ազգերը փնտրեն իրան, դու կարաս փնտրես, որտև քո համար երկինքը դրոշ է կանգնացրել։ Այսինքն երկինքը քո հանդեպ տրամադրված չի դատելու իմաստով։ Ինքը դրոշ է կանգնեցրել ասելու, ես որդին եմ հանում զոհասեղան,
որպեսզի բոլորը սկսեն փնտրել սիրելիներ։ Հարց տվեք Ադամին, Ադամ ինչի Տերը գալով Եդեմական պարտեզ դու ծածկվեցիր, քան թե փնտրեցիր մոտենալու, ինչի հեռացար, քան թե մոտենալու, ինչու, որովհետև վախ եկավ իրա վրա, մտածելով թե Աստծո ներկայությունը կդատի իրան հիմա տեղ, ինքը գնալով հեռացավ իր ստեղծողից, իր անդրանիկը, իր առաջնեկը Տերը, սիրելիներ, որը ստեղծել էր Ադամին, այդ օրը, իր անկման օրը, իր կորուստի օրը չսկսեց էլ փնտրել, ինչու, վախ եկավ վրեն, ես ինչ գիտեմ, բա որ գնամ Աստծուն, բա որ մեղքերս հայտ կա, բա որ Տերը սկսի հատուցել ինձի, իմ արածի համեմատ, բա ես ոնց կանգնեմ այդ սուրբ տեղը, սիրելիներ, Տերը դրոշ է կանգնացրել, ասմա փնտրի իրան, Եվ ես ուզում եմ սիրելիներ, թվոց գրքից կարդամ, 21-րդ գլուխ սիրելիներ, թվոց գիրք, 21-րդ գլուխ, 8 համարից կարդում եմ, 4-ից կարդամ սիրելիներ, պղնձե օձը, սեն հատվածն, որ Իսրայելը եկել է Եգիպտոսից դուրս գալով, հասե մի տեղ, որից հետո շարունակեմ ընթերցեմ, Եդոմի երկրի բոլոր տիքեն անցնելով, հովը լեռնեն կարմիր ծովու ճամփան ճվեցին, ու ճամփուն մեջ ժողովուրդի սիրտը նեղացավ, ժողովուրդը Աստծո դեմ ու Մովսեսի դեմ խոսեցան ասելով, ինչու, մեզ Եգիպտոսեն հանեցիք, որ անապատի մեջ մեռնենք, քանզի հաց չկա, ջուր չկա, եւ այս չնչին հացեն մեր սիրտը զզվել է, ուստի Տերը ժողովուրդի վրա կիզողոցեր ղրկեց, որոնք խացին ժողովուրդը, այնպես որ Իսրայելեն շատ ժողովուրդ մեռավ, ժողովուրդը Մովսեսին եկան ուսին, Տիրոջը դեմ ու քո դեմ մեղք գործելով մեղանչեցինք, աղոտ քրեք ու Տիրոջդ, որ մեր վրայեն օձերը վերցնե, Մովսես ժողովուրդին համար աղաչեց և Տերը սա Մովսեսին, քեզի կիզող օծ մշին է, ու զանիկա օծի ձողի մը վրա դիր, ով որ օծեն խացված անոր թողնայի ու ապրի, և Մովսես պղանձե օծ մշինեց ու զանիկա ձողի մը վրա դրավ, երբ օծմը մարդ մը խացներ, մարդ մը պղանձի օծին նայր, անմիջապես կարողչանար, Ռուսերեն թարգմանության մեջ սիրելիներ, ձող արտահայտությունը, գիտեք ինչա գրած, ни палка, знамя, выставь его на знамя. Այդ պղնձե օծին դիր դրոշի վրա, на знамя. Ես որ կարդացի, ասի, ես գիտեմ ձողի վրա է հանե, պղնձե օծին. Դու մեզ ա դրոշի վրա է դրե. Այդ դրոշ ինչ կապ ունի իմ համար, իմ հետ ինչ կապ ունի, եղբայր ջան, դրոշ, մարդը կարող է մտածի, սիրելիներ, բայց եթե երկինքը իմ հանդեպ ընդառաջ է եկել իր դրոշով, ասելով, որ ես բժշկությունը դրել եմ դրոշի վրա, լսում եք սիրելիներ, բժշկությունը դրել եմ դրոշի վրա, ինչ ասել է բժշկությունը դրել եմ դրոշի վրա, բժշկությունը դրել եմ այդ սիրո մեջ,
դրոշա կանգնացրե, այդ սիրո մեջ բժշկություն ա դրե։ Ով որ նայում ա այդ սիրուն հավատալու իմաստով, ինքը բժշկվում ա։ Ով որ նայում ա այդ սիրուն, Աստծու սիրուն նայելով ա բժշկվում, սիրելիներ։ Ու ստեղ տեղին հարցադրումն եմ նորից կրկնում։ Տեր ասեց, ինչ դրոշ ես կրում դու, ու ինչա գրած քո դրոշի վրա։ Դրոշ նշանակում ա դու ինչով ես կյանքդ ընթառաջ գնում, այդ ինչ լոզունգով ես գնում, ոնց իմ հանդեպը տենց էլ ես, ինչպես ինձի արեցիք տենց ես, ոնց անես տենց կստանաս, ինչ ցանես իմ դեմը տենց կհնձես, դու ինչով ես գնում այս աշխարհի մեջ, դու ինչն ես բարձրացնում քո կյանքի մեջ, ցույց տալով, որ ես հաղթելու եմ քեզ սրանով, դու ինչ համարով ես գնում այս աշխարհի մեջ, դու ոնց ես պտտում եկեղեցու մեջ, այդ ինչ դրոշ կա քո ձեռը։ Ներողություն եմ խնդրում, հազար ներողություն։ Просто ասма, какой привет, такой ответ։ Էտա քո դրոշի վրա գրած, հա? Արհամարես կարհամարվես։ Էտա գրած իմ դրոշի վրա, էդ ինչ ա գրած իմ դրոշի вրա։ Что за знамя я несу։ Էդ ինչ դրոշ եմ ես տանում, սիրելիներ, մի պահ նայեք ձեր դրոշների վրա։ Նայ քո սրտի մեջ, էդ ինչ ես տանում առաջ, էդ ինչ ես խոսում, էդ ինչ ես փոխանցում, էդ ինչ ես տալի։ Տեր ասում է, սիրով վարվեցեք, սիրով վարվեցեք։ Հովանեսը գրում է, եղբայրներ, մեկս մեկ սիրենք, սերը Աստծուց է։ Էդ ինչ է այդ սերը, սիրում եմ, սիրելիներ, ես խոսում եմ որդու սիրուց։ Ես չեմ խոսում իմ ու քո սիրուց, որի մեջ բժշկությունը կարճատև է, լուրջ չի, այդ բժշկությունը պայմանով է, բայց երկինքը մի հատ ուրիշ դրոշ ա կանգնացրե, ու այդ դրոշը ազգերին ա խոսում, այդ դրոշը ազգերի վրա ա գալի, սիրելիներ, ու Տեր ուզում ա, մենք մի հատ նայենք մեր ձեռի դրոշակին, ես սիրում եմ ինձ սիրողներին, եթե ձեզ սիրողները սիրեք, ինչ ավելի բան եք անում, Տերն ասում, ես Հիսուսի խոսքերն եմ ասում, եթե ձեզ սիրողները սիրեք, ինչ ավելի բան եք անում, Աստծո եկեղեցին ավել բան ունի, այդ իրա տիրոջ օրինակն է, որպես դրոշ, կանգնած բոլոր ազգերին խոսալով, ասելով ինձի նայեցեք, ոչ քո կողքինիդ նայ, ոչ քո դեմինին նայի, դու ինձի նայի, ես եմ խաչը ելում սիրուց ելած, և եթե ուզում ես դիմացինիդ բժշկություն փոխանցես, պետք է սիրես, որ բժշկես, եթե չես սիրում, դու բժշկել չես կարա, կան երկու բերան խոսեմ հասկանա, ում ա պետք է այդ խոսքերը, ես հիշում եմ մի դրվագ իմ կյանքից, այդ դրվագի մեջ եղբայրներից մեկի հետ ընդհարում տեղի ունեցավ, իմ անխորհրդաբար խոսելու արդյունքում, ու այս եղբայրը զգում եմ հոխորտում ա, զգում եմ բորբոքվում ա, օտար մարդու մոտ սիրելիներ, օտար մարդու մոտ, անապաշխար մարդու մոտ, ես 20 ներողություն խնդրել, ասի ինձի ներող կլես եղբայր, ասի 1000 անգամ ինձի կներես, զգում եմ ես ինչքան ներողություն եմ խնդրում, ոնց որ կրակի վրա բենզին լցեմ, բորբոքվում ա, հակառակ պատկերն ալնում, ասում եմ,
Քեզ ինչի տեղ ես դրել, ասում եմ եղբայրս, ես սխալ խոսացել եմ, ներող կլնես ինձ, իրոք սխալ խոսացի, ավելի բորբոքվավ, մեկ էլ այդ պահին Սուրբ Հոգին ինձ կապավ սրտիս սիրելիներ, սիրտս կոտրվավ, հիմի լացով եմ ներողություն խնդրում, այդ մարդու մոտ, ասի, աղբերս ասում եմ, լացով արցունքով ներողություն սկսա խնդրել, ես աղբերը, որ տեսավ արցունքը աշկերիս, լավ, ամոթ, այս մարդը կտենաս մա, ես մարդու մոտ, աս մարդակ մի լացի, իմեց ենց մամ, ես մարդու մոտ ինչ ասես ասիր, այդ երը կեզ օրնի, հետ նրանք հետ իմ արցունքն է, ու տերը մի բան սովորացեց, ներողությունը չի օգնում, կոտրվի, սերը կարում է կոտրվի, ամեն սիրելիներ, ամեն, սերը կոտրվում է, բայց որ չես կարում սիրես, անենց կկոտրես, բայց սերը կոտրվում է, սեր ասում է, ես խաչի վրա կարամ, անգամ խաչի վրա քեզ սիրեմ, եթե դու իմ հանդեպ այդպես խաչի տրամադրվածություն ունես, որ ինձի հանես իսպար խաչը, սեր ասում է, ես ընդունակ եմ խաչից էլ քեզ սիրեմ, լսում եք սիրելիներ, Աստծու սերը խաչից էլ է կարում սիրի, ինի երկրի վրա չի սիրում, խաչի վրա, ասմա տրամադրվի, չարախոսի, բայց քեզ մի բան պետք է անեմ, պետք է բարեխոսեմ, իմ սերն է բարեխոսը, եթե սիրտը լցվում է սիրո, բարեխոսությամբ, սեր ուրիշ արտադրանք չունի, քան բարեխոսի քո հանդեպ, դիմացինի հանդեպ, բարեխոսի, էդի սիրո արդյունքն է, մի տրամադրվի, բայց եթե սա չկա սիրելիներ, սա չկա, ասենք խոսում եմ իմ սրդի մեջ, ասենք պտպտացի, կտկտացի, մի քիչ էլ գլխին կտկտցրի, ինչ օգուտ է ինձի սիրելիներ, եթե ինձ սիրողին եմ մենակ սիրում, հեն սիրելիներ, ամբողջ աշխարհը շահի, բայց չկարանաս սիրես, ողորմություններ բաժնի, առաջի Կորինթացիս 13, բայց եթե սեր չունենաս, սիրելիներ հարստամ, ըլլում է ողորմություն անել առանց սիրո, Պողոս առաքյալ ասում է, հա ըլլում է, առաքյալ ասում է հնարավոր է, սիրելիներ, տենց լիքն են անում, շատերն են անում, մարդը պատրաստ է փող տա, քան թե ներողություն խնդրի, ասում է արի լուչը, ասում է արի հատուցեմ, բայց թող գնա, բայց ինի չի կարասի կներես, չի կարա, սերն է կարում, իրանը չփնտրի, սերն է կարողանում սիրելիներ, և այդ սերը կանգնած է այսօր մեր մեջ, սերը կանգնած է մեր մեջ, սիրելիներ, բայց ինքը զոհասեղանի վրա էլ է կանգնած, էդի դրված է խաչի վրա, էդի դրված է խաչի վրա, այդ սերը հելավ խաչը սիրելիներ, ես չեմ կարա սիրեմ առանց խաչի, կա մարդ, որ կարա ասի, ես սիրում եմ Տիրոջը առանց խաչի, այնքան եմ սիրում, բայց չեմ կարա խաչը տանեմ Տեր, ըտեն սեր չկա սիրելիներ, ըտեն սեր չկա, մարդը չի կարա սիրի, անգամ Տիրոջմով իրա կողքինին, առանց խաչի, չես կարա, որտեղ սերը տասելու է, ես չեմ կարա իմ օգուտը փնտրեմ, արի իր օգուտը փնտրենք, ոնց, արի զիչի ասում է սերը, ոնց զիչի, արի զոհասեղանի վրա զիչի, արի այդ քանը տուր, մի հատ միտք կա, խավարն է բերում, տենց ան,
Այնքան է սարե, ով է գնա հատե։ Էտո բժշկվա որ։ Չէ սիրելիներ, ես մի հատ միտք ասեմ, Տիրոջով եմ ասում։ Սատանան էս միտքն էլ է բերում մեզի մեր նստած տեղը, ասում այնքան է սարե։ Տատս ասում էր հացիս մեջ աղ չկա, ով կերավ ուրացավ։ Ուզում եմ ասի այնքան եմ արել, բայց օգու չի լավ։ Սիրելիներ, հələ մի հատ հարց տամ։ Քրիստոսի սիրո հացը կերամ։ Ասին Քրիստոսի սիրո հացը կերամ։ Այդ սիրո հացը կերարով այդ սիրուց փոխանցեցի Քրիստոսի սերը։ Այդ մարդու սրտում ամենակիչը մի հատ զղջում է գալու։ Հուդան մեր մեջի վառ օրինակն է։ Անկամ Հուդան, որ Տիրոջ հացը կերել էր, այն որ գնաց իրան խեղդեց, կախեց, գիտեք ինչ ասեց։ Ասեց անմեղ արուն մատնեցի, մեղա։ Այդ հաց ուտողը մեղա է կանչելու։ Լսում եք սիրելիներ։ Այն ամենակիչն եմ ասում։ Մեղայական եմ կանչելու, այդ դիմացինը մեղական է կանչելու, եթե այդ սիրուց տվեցիր, բայց եթե մեղայականը չի կանչում, ընդհակառակը, ուրիշ բան է կանչում։ Մեր Պավել աղբերը մի հատ բաներ պատմեմ, ես էլ պատմեմ ու կանք Տիրոջ առաջ։ Ասում Հակոբ եղբայրը առաջի երեցը մեր խնդրեց ինձանից ասելով, թե գնա այս ինչ եղբորը, ուղղակի փոխանցի, խոսքեր, ասա գնա, ասա Հակոբ աղբերը, այս բանն ասում, արի ես ինչ տեղը, ասմա գնացի, այդ մարդը երրորդ մաս էր ապրում, ասմա գնացի, այդ մարդու տունը թուրը ծեցեցի, ասեցի Հակոբ եղբայրը ասել է եղբայր ջան, որ գաս ես ինչ տեղը, ասմանդեղից կինը լսեց եկավ ընթառաջ, ես դեղնակտուցը ինչ ազում ասի ասմա, կինն դեից, այդ մարդը մի տեղից, ասմա եկատուն, ասմա, հայ մարդը մտքով է դեզ մտքեր չի ասնում, եկատուն սենց արի, Աստված ջան, կարողա հոգով չասեցի, Ես հենց խիպտի դու մտածեց, հլը հարց եմ տալի, հեն Պավել աղբերը, ես դու մենք ընչի պտի դրական մտածենք, չասենք, չար մարդ են, չար մարդ, հայմար դուք լավ բանը չեք հասկանում, ընչի պտի սես մտածի մարդը, եսի սիրու ներգործություն է, կարողա հոգով չասեցի, բահալը որ մտածես ասես, ինչքան սրտեր եմ դառնացրել, Իմ խիստ աչքերով, լուրջ հայացքով, արհամարական դիրքով, ինչքան անձիկ եմ տրորե, հələ դու մտածես հələ, կարող է էտի սերներ քեզի թելադրե, հը? Էտի սերը տասեց աստծու, ատենց դիրք բռնի, էտի սերը թելադրեց, որ քո աշկերտը տենց պայր, չէ? Աստծու սիրո հետ դու կապ չունես այդ պահին, Այդ պահին սիրելիներ, ով ուզմա լինի, Աստծո սիրուն հաղորդ չի, Տերը կենթանի մեր մեջ է, այդ պահին սիրելիներ, եթե սերը Պիղատոսի պալատի մեջ կարա պտտվի իր աշակերտի կողմը, ու նայի Պետրոսին, որ իրան 3 անգամ ուրանում ասելով չեմ ճանաչում քեզ, Այդ սերը կարա նայի այդ Պետրոսին, այդ Պետրոսը ուժ կտնի, ուժ, որ հելի այդ միջավայրից ու դարը լացանի, այդ սերը, հարց տվեք, ինչ էր մտածում Պետրոս այդ պահին, ընգելա չի կարում հելնի, մի տեղ ուրացավ, երկրորդն հարցնում, երրորդն հարցնում, այդ միջավայրը ճահճի նման պահումա, իրա հոգու խորքում ուզումա հելնի, բաց չի կարում, Բայց այդ պահին Տիրոջ աչքերը պտտվեց նայեց իրան,
Սիրելիներ, նայեց իրա կողմը, այդ ոնց էր նայում իրան, ասելով թե մեղա, հարամլնի քո կերածը Պետրոս, հա? 3 տարի կրթեցի քեզ, հետենց աշկեր ուներ, սառած նայում էր վրեն, այսօր ինչքան քրիստոնյաներ կա, աշկերի մեջ կյանք չկա, սառած նայում է վրեն, խեզը դες նայում, սերտ փոխանցի, սեր, համար սիրի, Աստծո որդու աշկերը տես չէր, դիրքավորված չէր, պարտավորվածություն չէր դնում, այդ աշկերն ասեց կհանեմ քեզ Պետրոս տես, ու հանեց իրան, հանեց զղջում տնելով մեջը, օրտնյալ լինի այդ աշկերը սիրելիներ, այսօր մեր մեջ են այդ աշկերը, ու նայում են ինձ, նայում են քեզ, ու ասում են նայի խաչիս վրայինին, ինչ եմ դրե խաչի վրա, ու ինչ եմ գրե խաչի վրա, ու նայ քո ձեռը, նայտես քո դրոշին, նայտես ինչ ես տանում, ինչով ես ներկայանում, ինչով ես խոսում մարդկությանը, նայտես իմ դրոշի նմանա, թե չէ, իմ նմանա, թե չէ, ու կնմանվես ինձ, ով որ նայի, թող բժշկվի, սա էր Տիրոջ խոսքը, կանգնենք ոտքի սիրելիներ,